Եկա։ Հա, պապի։ Մի տոպրակ գտի սրանք դիր մեջ։ Այս չղի ուտելիքները։ Ասում եմ տոպրակ գտի, չեմ ասում հիմար հարցեր տուր։ Հա լավ կատակ արեցի։ Կատակի ժամանակ ես գտել։ Ես էլ եմ գալիս Լեոյի մոտ։ Չէ, դասերով զբաղվի։ Ամեն փորձի ես մի մոռացի, շուտով քննություն եք հանձնում։ Դասից հետո անպայման գալու եմ, բայց։ Կզանգես Դավիթը գա, դիմավորի։ Ո՞նց զանգեմ, հեռախոս չունեմ։ Խեղճ աղջիկ, ձևը չգիտես, հա ոնց զանգես, ընկեր ուծդ վերցրու զանգի։ Հա, դիջ։ Ապրես։ Լեոն որոշել է մեր հետ Սևան չնստի, հա? Թող մնա իր սենյակում։ Երեք շատ լարված օր ենք ունեցել բոլորս։ Ես զարմանում եմ, թե դեռ ոնց սուրճի տրամադրություն ունեմ։ Այսքան լարված մեկ էլ չեմ հիշում երբ եմ եղել։ Հալաբետ Լեոյին հաստատ տող են ուզելու պապ։ Ազիվ կպել է պետք է օգտվել։ Կլինի դու ընդհանրապես դրանցից ոչ խոսես, ոչ էլ մտածես։ Գործերեր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հավատարիմ հովանավոր Հունան Մակունցի որդու Գրիգոր Մակունցի բռնցքամարտիկ Լեո Սարգսյանի երեք կայացած մարտն ավարտվել է Գրիգորի պարտությամբ։ Ժամեր անց Լեոյին գտել են Երևանից ոչ հեռու տեղակայված լքված գործարաններից մեկի տարածքում անգիտակից վիճակում գլխի ծանր վնասվածքով։ Բժիշկներին հաջողվել է փրկել Լեոյի կյանքը, ոստիկանության մամլոյ-ծառայությունից մեզ հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ։ Այն հարցին, թե արդյոք Գրիգոր Մակունցը կապ ունի կատարվածի հետ, ոստիկանության մամլոյ-ծառայությունն հրաժարվեց պատասխանել։ Սկսվեց։ Ինչա սկսվեց է, մամ։ Ես կապ չունենայի, մեկը գրելու են ինչ ուզեին։ Բայց կապ ունես, չէ։ Փակեք թեման։ Ալո։ Բարև ձեզ, Գրիգոր Մակունցի հետ եմ խոսում։ Հա, ով է։ Ոստիկանությունից է։ Լեա, ասում եմ ոչ մեկ մեզ չի կարող հանգարի։ Գիտես, ես ոչ ոքի երբեք այսքան մոտ չեմ թողել ինձ։ Ու հիմա ինձ ահավոր դժվար է։ Ես չգիտեմ ոնց պիտի ես ամենը տանը ներկայացնեմ։ Ոնց պիտի այդքան խնդիրներից խուսափեմ։ Մենք այդ ամենը միասին կհաղթահարենք։ Եթե այս ամենը այնքան լուրջ է, ինչքան ես զգում եմ, խնդրում եմ ինձ ճանապարհի կեսին մենակ չթողնես։ Եթե զգում ես, ուրեմն լուրջ է։
ապա աչքիս ընդեղ կամերա եղե գիտես։ Չգիտեմ, հասնենք տեղ բարձ կլինի։ Ալո։ Հա, մտնում եք ներս ու անում եք նենց ոնց որ ասել եմ։ Այդ ով էր, այդ ինչ պետք է անեն։ Բալես, Պապի, չեմ ուզում են կողմ տար։ ես քեզ հարցնում եմ, ուզում ես թե չէ։ Ասում եմ կեր, դու դեռ թույլ ես։ Սոված չեմ։ Ես լավ գիտեմ, թե դու։ Կեր ասում եմ։ Չես հավատա, բայց ես ավելի լավ գիտեմ։ Դավիթ, աղբորդ տեր կանգնի։ Արա դե կեր էլի։ Չգիտես, որ հակառակվելը անիմաստ է։ Կլեցնի գլխիդ։ Կլինի ինձ հանգիստ թողեք։ Թողեք հետո կուտեմ, էլի։ Պապի, թող ձեռքիցդ այդ հոտը վրես ազդում է։ Ալո։ Դավիթ, բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչ ա կատարվում տանը։ Այսինքն։ Հարևաններն են զանգել, ասում են տանից ինչ ձեն ասես գալիս է, ոնց որ մեկը ջարդփշուր անելուց լինի ամեն ինչ։ Ուզում եմ հասկանամ, վարձով տուն եմ տալիս, որ բարդակ սարքեք, ինձ էլ զանգեն բողոքեն։ Հələ մի րոպե։ Ինչ ա եղել։ Ես զանգել եմ քեզ եմ հարցնում, դու ինձ։ Լավ, սպասի, հեսա կզանգեմ։ Ո՞վ է։ Պապի, մանանը տանն է։ Ես որ դուրս էի գալիս տանն էր, բայց հետո պիտի դասի գնար։ Երբ։ 10-11-ին է, բայց երբ դուրս կգա։ Ինչ է եղել։ Բան չէ, պապի։ Տանտերն է գալիս։ Ասում է տունը մարդ չկա, բան պետք է վերցնի տնից։ Դու մնա Լեոյի մոտ, ես հեսա կգամ, հա։ Լավ։ Գեր տղա ջան։ Պապի, չէ, դե վա։ Դե խառը հարցեր են տալիս, պապ։ Ես էլ ասացի, որ ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ մի բան էլ չգիտեմ տեղյակ չեմ։
հետո անպայման գայինք հասնենք ստե։ Հա, սար, պետք է Dream Suite-ի մոչիներ առնեմ։ Ապդետ վիճակում Լեոն հաստատ մոչի չի սպասում։ Դեսի մոչիները ամեն վիճակում էլ ցանկալի են, բայց մի հատ դու էլ գնայես, պետք է աղջկա լոգո վրան լինի։ Դրանք մեր տեղական արտադրանքն են ու բնական հումքով են։ Ու հանգիստ կարանք տանենք։ Լավ, լավ։ Էսա։ Հա, էսա։ Գնացինք։ Նորից դրա թեման ես բացելու։ Պապ, լսի ինձ, խնդրում եմ։ Ինչ լսեմ։ Էդ ինչ պիտի ասես, որ չգիտեմ կամ չեմ հասկանում։ Հասկանում ես, բայց խնդրում եմ լսի ինձ։ Լսում եմ։ Պապ, ես զգում եմ, որ ամեն ինչ սահմաններից դուրս է գալիս։ Ես քեզ խնդրում եմ, պատերազմ մի սկսեք։ Ոչ մի բան մի արեք։ Թող ամեն ինչ հանդարտվի։ Հետո եթե պետք լինի Լեոին կտեսնեք, կհանդիպեք ու այդ իրավիճակին լուծում կգտնեք։ Երեք ինձ ասում էր, որ գնում ես հետը խոսես։ Խոսեցիր ու հասկացար, որ չես կարողանում կտրվես այդ լակոտից։ Դու ինձ ձեռ ես առնում, Լեա։ Այդ պատերազմը դու ես դրդում։ Հետո էլ գալիս սենց լացակումած նստում ես դիմաց ես, ասում, որ ես ինչ-որ բան չսկսեմ։ Ում համար։ Լեոյի։ Հիմար ես դու։ Չէ, պապ։ Ես հիմար չեմ։ Իսկ ես արասներից հետ ուրիշ բան եմ հասկանում։ Ինչի ինձ չես հասկանում։ Ինձնից լավ քեզ ոչ մեկը չի հասկանում։ Հայրդ եմ։ Դու էլ ես հասկացի։ Ախր դու աղջիկ ես։ Աղջիկս ես։ Ամենաթանկս ես։ Ինչի հետ չես հասկանում։ Ու ինչի է քեզ թվում, որ ես չգիտեմ ինչ է սերը։ Կամ ինչի է քեզ թվում, որ ես մամայիդ քո տարիքում չեմ տեսել։ Աչքերի փայլը չեմ տեսել։ Կլինի ժամանակ առ ժամանակ այդ համառությունը թողնեք մի կողմ ու գիտակցեք, որ ձեր կողքի տղամարդը, օրինակ հայրը կամ եղբայրը, շրջապատում ավելի շատ բան են տեսնում, քան դուք։ Ավելի շատ բան են լսում, քան դուք։ Ավելի շատ բան են հասկանում, այն ինչ աղջիկները չեն հասկանում։ Ոնց է լինում, որ ես իմ չիմացածը քեզնից ու մամայիցդ եմ հարցնում։ Բայց հակառակը քեզանից չեմ ստանում։ Կամ այդ որտեղ է գրված, որ ինչ-որ Լեո ավելի շատ է քո մասին մտածում, քան ես։ Որ քո ապագայի մասին ավելի մտահոգ է, քան ես։ Խելքդ գլուխդ հավաքի։ Չկա տենց բան։ Ուշքի արի։ Անհենց մի արա, որ ես հասնեմ եմ վիճակին, Լեա, որ դրանց հողին հավասարացնեմ։ Մի հասցրա ինձ այն կետին, որ դրանք չոք գան դիմացս խնդրեմ, որ ես ոչինչ չանեմ։ Հայրդ եմ։ Քո երջանկության համար կյանքս էլ կտամ։ Ամեն ինչ կնվիրեմ։ Ամեն ինչ կկորցնեմ, մենակ քեզ սենց չտեսնեմ։ Բայց գիտակցաբար քեզ չեմ տանի կործանման։ Ու հա, թքած ունեմ են սիրո վրա, որը որ քեզ պիտի կործանի։ Ինչի պիտի կործանի, պապ։ Խոսա, ինչի պիտի այդ սերը ինձ կործանի։
Որովհետև հայրդ եմ։ Եթե զգում եմ, ուրեմն տենց է։ Ես էլ քո աղջիկն եմ։ Քո ամենաթանկն եմ։ Ու եթե ես այդպես չեմ զգում, ուրեմն այդպես չի։ Մանան! 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 Մանան. Ինչ են արել դրանք։ Ինձ ոչ մի բան։ Հասցրի մտնեմ լոգարան։ Դուրը փակեցին, փորձեցին բացել, չկարողացան, գնացին։ Ով էին դեմքները տեսել ես։ Չէ։ Ես ինչեր եմ իմանում, այ ախպեր։ Տղետ ես ինչ կայֆերի մեջ է։ Լրիվ դու ես։ Դու ինչ ես ոգևորվել արա։ Չեմ ոգևորվել։ Տառապանքս փորձ ունի։ Տարիներ առաջ նույնն եղավ, բայց պատիժ չեղավ։ Գիտեմ ինչ եմ ասում։ Քո համար եմ ասում։ Տաղետը ափսոս։ Աղո կսման եմ գնաս տեղից։ Երկաթով։ Գնաս տեղից։ Գնում եմ ցավդ տանեմ։ Դու մենակ մի ջղայնացի, քեզ խնայի։ Բայց ախր ում էր պետք մեր տունը տակնու վրա անելը։ Ինչ էին ման գալիս։ Մեզ էին ման գալիս։ Բայց ով։ Պարզ չի ով։ Հունան եմ։ Գիտեք, այդքան որ ասում էի ընտանիքից հեռու մնացեք, հենց այնց էի ասում։ Չէիք լսում ինձ։ Ոչ դու, ոչ Լեոն։ Լեոին այդքան ասեցի։ Այդ անասունի հետ ռինգ մի մտի, կլասդ մի գցի։ Չլսեց։ Ասում է այդ աղջկանից հեռու մնա, չլսեց։ Քեզ այդքան ասեցի, այդ լակոտի հետ գործ չունես, չլսեցիր։ Ու խնդրեմ, արդյունքն էսա։ Լեոն հիվանդանոցում է, դու էլ փառք Աստծո հազիվ կարացար պահ կվես դրանցից։ Էս էիք ուզում, հա։ Դնում ես ինչի բերեց ինձ չլսելը։ Բայց եթե ուզենային վնասեին, հանգիստ լոգարանի դուռը կկոտրեին, ներս կմտնեին։ Ինձ թվում է ուղղակի հասարակ գողեր էին ու դու անիմաստ ես Հունանին կասկածում։ Ավելի մանան։ Դու միամիտ չես։ Քեզ միամիտի տեղ մի դիր։ Ու հելիքա դրանց պաշտպանես։ Ներվերս էլ մի կեր։ Աղո
Ավոնալը բան չարել։ Ավոնալը ոչ մի բան չարել։ Էդ ինչ ես անում։ Ասածս գետնով ես տալի, հա։ Խոսքս գետնով ես տալի։ Եկել էր ինչ անեիր։ Սրա մոտ եկել ես ինչ արես։ Հունանի պատերն ես կարոտել, թե վրեդ թարսնայելը։ Վատ վերաբերմունքին ես կարոտ։ Ավոն կգցի տեղը դու լսպասի, տես ես ինչ կանեմ։ Ես չես Պապանուտի քեզ։ Ուտեմ։ Բալես, բժիշկ կանչեմ։ Չգիտեմ։ Չեմ դիմանում էլ ես ցավին։ Բարև ձեզ, կարելի է։ Համեցեք երեխեք ջան։ Բարև ձեզ։ Բարև սիրունս։ Բարև Դավիթ աղջան։ Բարև Սարիփ ջան։ Ոնց ես ախպեր ես։ Չես տենում ինչ լավ եմ։ Հեսա հելնում եմ քեզ գերկը։ Երեխեք, ինձ գներեք, ես գնամ բժիշկ կանչեմ, ցավասեր կողսերսկի, հա։ Կամ է Դավիթ բաբա։ Չէ, հանգիստ նստեք։ Հայելի ինգերս գնա հետը։ Ես հանգիստ կլինեմ, որ գամ ձեր հետ։ Դե արի։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Լեանա ուղարկել։ Չէ։ Ճիշտն ասանար է։ Վայ չէ, Լեո, ուղղակի որ Լեայի համար գնել էիր, ձեռքից վերցրել ես ու Հելենն էինք կերել։ Ու քանի որ դուրս շատ էր եկել, մտածեցի քո համար էլ բերեմ։ Լեո սուտ կլինի, որ ասեմ, որ ոչ մի բանից տեղյակ չեմ։ Դու գիտես, որ ես ու Լեան շատ մտերիմ ընկերուհիներ ենք ու ամեն ինչից էլ խոսում ենք։ Ուղղակի շատ եմ ափսոսում, որ ձեր ճանապարհին նման խնդիրներ կան։ Ոնց երևում է մարդիկ կան ընդհանրապես չեն ափսոսում։ Հավատա Լեան այդ մարդկանցից չի։ Գիտես ամեն անգամ քո մասին խոսելուց ոնց է հուզվում, աչքերը երջանկությունից փայլում են։ Լեո, հավատա, Լեան իմ կյանքում հանդիպած ամենահավատարիմ մարդկանցից է։ Մենք չենք խանգարում։ Կողքի հանգամանքներն են խանգարում։ Մի օր այդ հանգամանքները չեն լինելու ու դուք եք մնալու։ Ես ուզում եմ, որ դուք ձեր կայացրած որոշումների մեջ ձեզ մեղավոր չզգաք։ Չգիտեմ ոնց խոսեմ պապայի հետ, որ ինձ հասկանա հորքուր։ Հունանը ծանր բնավորություն ունի լել, դրա մասին ես էլ դու էլ շատ լավ գիտենք։ Հիմա մի քիչ դժվար փուլ է, բայց ամեն ինչ կհաղթահարեք։ Իսկ այդ տղան ոնց է լավ ասկում իրան։ Մոտնն էի գնացել ու շատ վատ վիճակում էր։ Ինձ էլ ասեց, որ էլ իր մոտ չգնամ։ Շատ ծանր վիճակում է այդ տղան։ Բայց պետք չի իրանից նեղանալ, պատկերացնում ես ինչերի միջով անցել։ Ուղղակի մի քիչ համբերատար պետք լինել է։ Անկուրախր ասեցի, որ այդ մարդին չմասնակցի։ Ես գիտեի, որ վերջ ես է լինելու։ Այս կյանքում ամեն ինչ չի, որ մեր ուզածով է լինում։ Բայց տխրելով ոչինչ չես փոխի։ Արու դու հիմա թերետ խմի, մենք էլ հեսա կքննարկենք ու կհասկանանք ինչ անենք։ Խմի։ Շատ լավ զուրջա։ Ոնց ես բալը,
ցավը թողեց։ Չէ։ Ավելի է ուժեղանում։ Ոչինչ, դիմացի հեսա դեղը կաստի։ Դավիթին եմ զանգում, չի պատասխանում։ Գնաց կորավ։ Գոնե կար հետներս ըլներ իմանանք ինչ ենք անում։ Այս Սարիկն ու Նարենն ինչ լավ երեխեք են։ Նոր ճանապարհում եմ ասում, պապի ջան, երբ պետք լինեմ, կանչի 2 րոպեից կողքիդ կլինեմ։ Բա Սարիկին ու Նարեին ինչի հիշեցիր։ Ոնց թե նոր մոտ էին։ Նոր։ Հա, նոր ճանապարհեցի, հետդ էլ խոսում էին։ Սարիկն ու Նարեն, պապի։ Տեր Աստված, էլ հերիք եղավ։ Պատրաստ եմ ամբողջ կյանքում ծնկաչոք ապրել, միայն թե թորներիս տեր կանգնիր։ Թույլ մի տուր, որ նոր ցավի հանդիպեն։ Ինչ տեսել են հերիքը, ինչ ապրել են հերիքը։ Տեր Աստված, երանի են չլինի ինչ ես եմ մտածում։ Աստված իմ։ Պապի ջան, Վայ, ո՞նց եք։ Աղոս դիլնենք այդ ղաջան է։ Ամեն ինչ լավ կլինի, չմեղվեք հանկարծ։ Ասում ես էլի։ Դու ինչ ես ես ոտով եկել հասել էստեղ։ Հիմա դա չի կարևորը, պապի ջան։ Բա ինչ լավ տղա ես դու։ Թորներիս պես սիրում եմ քեզ։ Չեմ էլ կասկածում։ Բա ինչի հիմա Լեոյի մոտ չեք։ Լեոյին նորից տարան հետազոտման։ Ոնց։ Ինչի համար։ Հիշողության հետ կապված խնդիրներ ունի ինչ-որ։ Երանի լուրջ վնասվածք չլինի։ Հա, որը։ Մեկը չեմ հասկանում ում էր պետք է ամեն ինչը։ Մանան, այդքան ասեցի ում էր պետք, չես հասկանում։ Չես ուզում ընդունես։ Ու որ ես ամեն ինչ արել է, իմացի, ինքը մեզ պատասխան է տալու։ Պապի սիրտը չի դիմանա այս տեսնի։ Հատկապես այն դեպքում, որ այս գործիքը երկար տարիներ մեր տան հացի աղբյուրն է եղել։ Դե հիմա էլ է տենց։ Դե հա։ Լավ։ Ես դուրս եմ գալիս։ Ուր ես գնում, խնդրում եմ էլի ինձ մենակ մի թող։ Մանան, քեզ մենակ չեմ թողնում։ Դու կգնաս հիվանդանոց պապի ու Լեոյի մոտ, բայց պապին ոչ մի բան չասես։ Եղավ։ Դե բայց վաղ թե ուշ իմանալու են, չէ։ Մանան, քեզանից հասնում է բերանդ փակ բայես։ Մնացածը ես կանեմ, լավ։ Անընդհատ մտածում եմ ինչ կանեին ինձ, եթե տեսնեին։ Կլինի էլ դրա մասին չմտածես։ Փառք Աստծո ամեն ինչ անցավ արդեն։ Ես ինչա ուզում ինձանից։ Ներվայնանում եմ, որ սրա զանգը տնում եմ։ Այն տանտերն է։ Հալո։ Շատ բորբոքված եմ։ Ականջիս վատ լուրեր են հասել։ Ես ձեզ տուն եմ տվել, որ ապրեք, թե քանդեք, թափեք։ Այսինքն, ինչի մասին է խոսքը։
Հարևաններին որ հարցնես, կասեն, ինձ պետք է որ իմ տունը ազատեք, քանի որ ձեզանից միայն խնդիրներ են ծնվում։ Դրա ուզածն ինչ է։ Հասար տեղի չար։ Երեխու մոտ քեզ նորմալ բայ վախացնում ես։ Երեխուս մասին մտածող էիր, չհասեիր Հունանի մոտ։ Դու ինձ ուրիշ տարբերակ չթողեցիր։ Մեղավորը դու չես, է։ Մեղավորը ես եմ, որ գլուխդ չփոկեցի առաջի անգամ Հունանի մոտ հասնելու համար։ Դու էլ մտածեցիր, որ արդեն կարաս հաջորդ քայլ անես, շատ եմ երեսիդ խնդացել։ Դրա համար ցենց առիթավորվեցիր։ Այդ մի հարցում ճիշտ ես։ Ես քեզ չեմ ճանաչում։ Է դու տեղն ես ինձ դրել։ Թե ինձ մտածում ես կարաս ինձ փաստի առաջ կանգնացես ու մարսես։ Հեռու ինձնից, ու իմ հետ ընդհանրապես գործ չունես, թող ինձ հանգիստ։ Ես քո կյանքում արդեն չկամ։ Չես զգացել, բայց իմ երեխու կյանքում կամ ու կլինեմ։ Քեզ էլ չեմ թողնի։ Երեխուս օգտագործես ու բացահայտես Հունանին։ Ինչի վախենում ես վերջը տա։ Նախքան ինչ-որ մեկը, որ կհասնի վերջը տա, ես արդեն քեզ վերացրած կլնեմ։ Էս ահաբեկումները թիշի։ Ու դու դա ինձ ես ասում, որում ինձ լսի։ Եթե ես կանից հետո դու դաշ չքաղեցիր, վիզատ կկտրը։ Լսում ես, երեխուս ձեռքիցդ կառնեմ, տունն էլ ձեռքիցդ կառնեմ, կվերացնեմ, կսարքեմ քեզ բոմժ։ Ես կանց դու մտածի, ու խելոք հիմա երեխուն վերցնում ու տուն ես գնում, չափերը ճանաչելով։ Պապի ջան, գնամ սուրճ կամ թեյ բերեմ քո համար։ Բայց ցավը տանեմ, կողքից նստի, ինչ կլինի, ուրիշ բան չեմ ուզում։ Երեխուն ինչ-որ երկար պահեցին, չեմ հասկանում։ Կարող է գնամ տեսնեմ ինչ կա, ինչի են ձգձգում։ Հա, գնա ցավը տա, բայց մի րոպե լա, այս ֆոտո ոնց ես գնալու։ Ոտքիս վրա մի ֆիքսվի, պապի ջան, հեսա կգամ։ Հա ցավը տան, հա։ Բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան։ Լավ եք։ Կարող է Լեոնը վատացել։ Ինչ որ բան է եղել։ Ինչ ասեմ աղջիկ ջան։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, որ ճիշտ հասկանաս։ Ես պիտի տեսնեմ Լեոին։ Ինչի եք ստեղ նստել, եկեք գնանք տեսնենք ինչ ա եղել։ Ես էլ ինչ ասես մտածեցի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չէի սպասում, որ նորից կգաս։ Չէի կարա չկային։ Ոնց ես չեմպիոնս։ Լավ եմ պապիս։ Հա, ինչ ասեցի։ Բժիշկը պատասխանները ավելի ուշ կասի։ Ինչ պատասխաններ։ Էջ։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչն է նորմալ։ Արդեն մեզ չես ճանաչում, ինչն է նորմալ։